Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Սիրելի գործընկերներ, հարգելի քաղաքացիներ, մենք այժմ գտնվում ենք Անտիֆեյք-ի խմբագրության գրասենյակի մոտ, որտեղից սկսվեց նոյեմբերի 13-ի իրավական ապօրինությունը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարանների խուզարկության հետ մեկտեղ։ Այս մեր խմբագրությունից խուզարկության արդյունքում առգրավեցին լրատվականի գործունեություն ապահովող ամբողջ տեխնիկան, որի կարևոր և մեծ մասը մինչ այժմ գտնվում է քննչական մարմինների տիրապետության ներքո։ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը նոյեմբերի 13-ից սկսած գտնվում են ապօրինի կալանքի ներքո արդեն 2 ամիս շարունակ։ Իսկ երեկ դատարանը դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ երկարացրեց նրանց կալանքը 3 ամիս ժամկետով առանց աչքը թարթելու, առանց հաշվի առնելու փաստաբանների դիրքորոշումները, իրավական փաստարկները, տուրք տալով քաղաքական ռեժիմի գործիքը դառնալու ճնշումներին։ Սիրելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, երեկվա հերթական ապօրինության արդյունքում Նարեկ Սամսոնյանը դատարանի դահլիճում հայտարարեց անժամկետ հացադուլ և այժմ կալանավայրում գտնվում է հացադուլի մեջ։ Մեր Անտիֆեյքի թիմի պահանջն է Հայաստանի Հանրապետության իշխանություններին անհապաղ դադարեցնել ոտնձգությունները խոսքի ազատության դեմ, դադարեցնել քաղաքական հետապնդումը մեր գործընկերների դեմ և ազատ արձակել նրանց։ Մենք ակնկալում ենք դատական իշխանություններից գործել բացառապես օրենքի և իրավունքի սահմաններում, իրենց խղճին և ներքին համոզմունքի համաձայն։ Պահանջում ենք դատական իշխանություններից անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, չդառնալ իրավական խուլիգանության օղակի շարունակականության մաս։ Պահանջում ենք, դիմում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ակնկալում ենք ձեր գործուն մասնակցությունը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ իրականացվող գործընթացում խոսքի ազատության լռության, խոսքի ազատության դեմ ոտնձգության համատեքստում։ Մի լռեք, որովհետև հաջորդը հենց կարող եք դուք լինել։ Նարեկ Սամսոնյանը կալանավորված է բանտում ընդամենը հետույք բառն արտաբերելու համար իշխանական գործիչների վիրավորանքներին ի պատասխան։ Ցանկացած քաղաքացի երաշխավորված չէ, որ հաջորդը կարող է ինքը լինել։ Որևէ լրագրող, որևէ մեդիագործիչ, որևէ հասարակական գործիչ, որևէ քաղաքական գործիչ երաշխավորված չէ, որ իշխանությունը որևէ անմեղ բառ կարող է դիտարկել որպես վիրավորանք, գնալ բնակարան խուզարկության, ահաբեկել բնակարանում գտնվող երեխաներին, ձերբակալել, տանել կալանքի և 5 ամիս մարդուն պահել կալանքի տակ։ Որևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացի երաշխավորված չէ։ Դրա համար չպետք է լռել։ Պետք է պայքարել հնարավոր բոլոր եղանակներով, իրավական, քաղաքացիական բոլոր դրսևորումներով։ Եվ մենք անելու ենք Անտիֆեյքի թիմով մեր քայլը, մեր գործողությունները, որոնց մասին խոսեցի Ազատության հրապարակում խորհրդանշական վայրից։ Մենք չենք համակերպելու Հայաստանում խոսքի ազատության բռնաբարման հետ, չենք համակերպելու մեր գործընկերների ապօրինի կալանավորման հետ, չենք համակերպելու Նարեկ Սամսոնյանի հացադուլին չարձագանքելու հետ։ Նարեկ Սամսոնյանի պահանջը հացադուլի հստակ է՝ դադարեցնել ապօրինությունը և օր առաջ ազատ արձակել ապօրինի կալանքից։ Դիմում եմ բոլոր հասարակական դերակատարներին, քաղաքական գործիչներին, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներին և անձանց։ Մենք բաց ենք քննարկումների համար Հայաստանում խոսքի ազատության դեմ բռնաբարության թիրախ դարձած որպես լրատվամիջոց, բաց ենք քննարկումների համար, ակնկալում ենք աջակցություն մեր սկսած պայքարում, ակնկալում ենք համագործակցություն և պատրաստ ենք քննարկել գործողությունները և միասնական հարթակ դառնալու կենտրոնը դառնալու։ Կրկին դիմում եմ քաղաքական դերակատարներին ակնկալիքով, որ մեզ մեր պայքարում միայնակ չեն թողնելու։ Մենք այսպես թե այնպես մեր պայքարը շարունակելու ենք, բայց հույս ունենք, որ մեզ մեր պայքարում քաղաքական գործիչները, հասարակական դերակատարները, ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքացիները միայնակ չեն թողելու։ Կանգնեք մեր կողքին և վերջ տանք Հայաստանում խոսքի ազատության բռնաբարության շարունակականությանը։ Ազատություն Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին և Հայաստանի բոլոր ռեժիմի քաղաքական գերիներին։